Փառք Հիսուս Քրիստոսին, մի փոքր վկայություն իմ կյանքից։ Գիտեք, ինձ ոչ մեկ չէր կարող խրատել։ Ես մեծացել եմ լավ, օրինավոր ընտանիքում։ Հայրս 3 բարձրագույն կրթություն ուներ, բայց մեր ամբողջ ընտանիքն առանց Աստծո էր։ Եվ 16 տարեկանում ինձ բռնեցին կողոպուտի համար։ Ես այդ տարիքում նստած էի ձերբակալվածների պահման վայրում եւ կանչում էի Աստծուն։ Խնդրեցի. Տեր, ներիր ինձ, եւ ինձ ինչ-որ ձևով ազատեցին, բայց դա երկար չտևեց։ 6 տարի անց ընկա արդեն կալանավայր, 22 տարեկան էի։ Եթե ինչ-որ մեկն ինձ ժամանակին խրատեր, հանդիմաներ, հայրս լավն էր, բայց նա առանց Աստծո էր։ Ես մեր ընտանիքում չեմ տեսել խմած մարդկանց, չկային վեճեր, կռիվներ, հայհոյանքներ։ Կարծես ամեն բան լավ ու պատվով էր։ Հայրս կիրակի օրերը մեզ հավաքում էր, ինձ, փոքր եղբորս, միասին ճաշում էինք, զրուցում, դա ինձ համար լավ ընտանիքի մոդելն էր, սակայն Քրիստոսի մասին ոչ ոք չէր խոսում։ Ինչպես էին ինձ խրատում. տես, բանտ կընկնես, այդպես էր ասում հայրս, տես, քեզ կնստացնեն, այդպես էլ եղավ։ Ես նրան չեմ մեղադրում, նա ինքը չգիտեր, թե ինչպես վարվել։ Առավոտից մինչև ուշ երեկո նա աշխատում էր, աշխատավարձը տալիս էր մորս, ապրում էինք նորմալ միջին կենսակերպով, հարուստ չէինք։ Եվ ահա ես ընկնում եմ կալանավայր։ Ինչ եմ ցանկանում ասել, որ այստեղ ես իրապես հանդիպեցի Աստծուն։ Երբ 22 տարեկանում ընկա այնտեղ, ուժեղացված ռեժիմի քրեակատարողական հիմնարկ, որտեղ կար այսպես ասած սև զոնա, մեծերը կհասկանան ինչ եմ ասում։ Ես ապրում էի հանցավոր աշխարհի հասկացողություններով, թեպետ չէի եղել կալանավայրում, բայց արդեն հանցավոր աշխարհից էի։ Մտա զոնա, ինձ դիմավորեցին տղաները Կիևից։ Ասացին, որ ես այդտեղ չեմ աշխատի ու կշարժվենք մեր ուղղությամբ։ Մեր տարբերությունն այն էր, որ ովքեր ենթարկվում էին հանցավոր աշխարհի օրենքներին, հագնում էին սև հագուստներ, իսկ ովքեր ոչ, կապույտ հագուստով էին։ Եվ ահա ես, սև հագուստով, գլխարկս նույնպես սև։ Ես արտունյալ կարգավիճակում էի, ինձ համար հեղինակություններ չկային, անգամ ղեկավար անձնակազմում, այլ միայն հանցավոր աշխարհում։ Եվ դա արդեն 22 տարեկանում։ Դե ինչ տարիք է դա, իմ տղան այսօր 20 տարեկան է, ես հասկանում եմ դա։ Ես ընկա այնտեղ արդեն շատ համարձակ, անհնազանդ, կռվարար, ոչ մի բան հաշվի չէի առնում։ Եվ ահա այդ վիճակում ես կոնֆլիկտ ունեցա հիմնարկի պետի հետ։ Ես նրա հետ հենց վարժահրապարակում մոտ 2000 դատապարտյալի ներկայությամբ կոնֆլիկտ ունեցա։ Ինձ հանեցին շարքի առաջ և փորձեցին անել քայլեր, որպեսզի ես հրաժարվեմ իմ հանցավոր հասկացություններից։ Հանեցին գլխարկս, գցեցին գետնին ու սկսեցին ոտքերով տրորել։ Եվ ամբողջ զոնան 2800 մարդ նայում էր, թե ես ինչպես ինձ կպահեմ։ Կանգնած էր պետը, օպերատիվ անձնակազմը, եւ ես առանց երկար մտածելու բռնեցի նրա վզից ու կռիվ սկսվեց։ Ինձ ձեռնաշղթաներ հագցրեցին, որքան հիշում եմ հասցրեցի 1-2 անգամ հարվածել, հագցրեցին ձեռնաշղթաներ ու տարան բանտախուց, որտեղ ես երբեք չէի եղել։ Այն նկուղում էր գտնվում, ընդամենը մետրը մետրի վրա, հատակին շաղ էին տվել կիր ու քլոր, ու ես ընկնում եմ այդտեղ, անսանձ, համարձակ, ու սկսեցի իմ ամբողջ բառապաշարով ու ժարգոնով գոռալ, թե ինչպիսին է մեր ողջ խորհրդային միլիցիան, խորհրդային իշխանությունները լավը չեն, իսկ հետո մոտ 15-ից 20 րոպե հետո հասկացա, որ խեղդվում եմ, օդը չի հերիքում։ Սկսեցին արցունքներ հոսել ու չէի կարողանում ոչինչ անել։ Այդ ժամանակ աչքիս առջևով անցավ իմ ողջ կյանքը։ Հիշեցի, թե ինչպես էին շատերն ասում, որ կյանքը ժապավենի պես աչքիս առջևով անցավ։ Ես ինձ հիշեցի, թե ինչպես էր մայրիկս փոքր ժամանակ տանում մանկապարտեզ ձեռքս բռնած և մի միտք միանգամից, ախր ես դեռ 22 տարեկան եմ, երիտասարդ եմ, չեմ ուզում մեռնել, տեսնում է, որ ևս մի քանի վայրկյան կամ րոպե ու ես հեռանում եմ այս կյանքից։ Ուժեղ սարսափ ապրեցի ու ներսումս մի միտք եկավ, որ պետք է Աստծուն կանչել։ Բռնեցի ճաղերից ու գոռացի. Աստված, եթե դու կաս, փրկիր ինձ։ Ու լսում էի, թե ինչպես հարևան խցերում տղաներն իրենց երակներն
հոգին էին կտրում, որպեսզի վարչակազմի ուշադրությունը գրավեն, ու ես արդեն կիսագիտակից վիճակում հիշում եմ, թե ինչպես ինձ տարան բուժկետ, թոքերի ռենտգեն արեցին ու բժիշկներն ասացին՝ երիտասարդ, դու շապիկով ես ծնվել։ Իսկ ես ծնվել էի պարզ սովորական խորհրդային ընտանիքում, այդ ժամանակ դրան մեծ նշանակություն չտվեցի, մտածեցի՝ այո, երևի ես պարզապես բախտավոր եմ։ Ու ես իմ ազատազրկման այդ ամբողջ ընթացքում, որը շատ երկար չէր, միշտ լինում էի մեկուսարաններում, առավել խիստ ռեժիմի խցերում, միշտ իրավախախտ էի անգամ դրանից հետո, բայց հանդիպումս Աստծո հետ միևնույնն է տեղի ունեցավ։ Ազատվեցի 1989 թվականին, եկա Կիև, ինձ դիմավորեց հանցագործ աշխարհը։ Ասացին, որ այդտեղ կարող եմ շարունակել իմ գործունեությունը եւ հեղինակություն դիրք ունենալ, բայց չէի հասկանում, թե ինչ է ինձ հետ կատարվում, ես արդեն հանդիպել էի Աստծուն։ Ասացի՝ տղաներ, ես ձեզ հարգում եմ, բայց հիմա չեմ ցանկանում, թողեք հասկանամ, թե ինչ է կատարվում ինձ հետ։ Այսինքն ես դեռ չէի հասկանում, որ արդեն իսկ Աստված աշխատանք է տանում սրտիս հետ, եւ այդպես մոտ 9 երկար տարիներ։ 1997 թվականին ես ընդունեցի Հիսուս Քրիստոսին որպես անձնական Տեր ու Փրկիչ եւ մեկ օր անգամ չեմ զղջացել դրա համար։ Ես այսօր ունեմ ընտանիք, կին, 2 երեխա, ովքեր արդեն հավատացյալ ընտանիքում են ծնվել, որդիս 20, իսկ աղջիկս 15 տարեկան է։ Եվ ես մեկ օր չեմ ափսոսացել, քանի որ Աստված իմ մեջ իր հրաշքը կատարեց։ Եվ ինչու երիտասարդությունը։ Գիտեք, այս օրերում երեխաները հաճախ անտեսում են ծնողներին, չեն լսում։ Մտածում են, որ դա հետամնացություն է, դե շատ պատճառաբանություններ կան, որոնք չեմ ցանկանում թվարկել։ Այսինքն երեխաներն անտեսում են, լսեք, հատկապես երիտասարդները, կառչեք Հիսուսից, կառչեք, կտեսնեք դա է ձեր օրհնությունը։ Ես երեխաներիս ասում եմ՝ Վանյա, լսիր, դու Սողոմոնի նման ես, որի հայրը Դավիթը պատերազմել էր իր պատերազմը, ինչպես որ ես անցել եմ արդեն այդ ճանապարհով։ Դուք ծնվել եք արդեն Տիրոջմով, այսօր ձեր առաջ բաց են բոլոր դռները, սովորեք, աշխատեք, ծառայեք Աստծուն։ Դուք կնքված եք Սուրբ Հոգով, լսեք, դա ձեզ համար օրհնություն է, մի թողեք առաջին սերը, թողեք ամեն բան, գնացեք Հիսուսի հետևից։ Եվ կարծես թե ստացվում է, ես հավատում եմ։ Աղջիկս անցած տարի է ապաշխարել, մենք ոչ մեկին չենք ստիպում, ամեն բան կամավոր է։ Ապաշխարեց ու լացում էր, նա հոգևոր ճամբարում էր, լացում էր, հայրիկ, ես ընդունել եմ Հիսուսին։ Դա հուզիչ է, երբ երեխաներն ապաշխարում են, ես ասում եմ փառք Աստծուն։ Երեխաներս լսել են իմ վկայությունը, հարցնում են. հայրիկ, ճիշտ է, որ դու այնտեղ ես եղել։ Ասում եմ՝ դե այո, նրանք չէ որ մեծանում են։ Ճիշտ է, որ դու թմրանյութ ես օգտագործել։ Ասում եմ՝ այո, ճիշտ է, բայց չէ որ դա անցյալում է։ Լսեք, Քրիստոսը, միայն Քրիստոս։ Տղաս 16 տարեկանում է մկրտվել, ես լավ ընտանիք ունեմ։ Այսօր մենք Ուկրաինայի բոլոր ցմահ բանտարկյալների կալանավայրերով շրջել ենք։ Ես ձեռնադրված հովիվ եմ, բայց դրանում չի էությունը։ Իմաստը մարդկանց ծառայելու մեջ է։ Ես այդ կոչումները չեմ ուզում, դրանք քիչ բան են ինձ համար նշանակում։ Աստված է դնում ծառայության մեջ, ես չեմ ընտրել այդ ճանապարհը։ Մնա հավատարիմ Աստծուն, մնա հավատարիմ։ Շատերը զարմանում են, ես շատ եմ շրջագայում վերականգնողական կենտրոններով, քաղաքներով, եկեղեցիներով։ Հարցնում են՝ քանի տարեկան ես, ասում եմ՝ 56։ Ասում են՝ ինչպես ես կարողանում այսպես եռանդուն մնալ։ Ասում եմ՝ ես ձեր նման եմ, որևէ առավելություն չունեմ, պարզապես 7 տարի աղոթել եմ։ Շատ աղոթքների ժամանակ ինձ հետ եղել են նաև հովիվներ, հետո հարցրել են՝ Օլեգ, իսկ դու չես վախենում նման աղոթքներ բարձրացնելուց։ Գիտեք ինչ էի խնդրում։ Տեր, հեռացրու ինձանից ամեն բան, ինչը խանգարում է իմ եւ քո հարաբերություններին, բոլոր ֆինանսները, հպարտությունս, մեծամտությունս, բառացիորեն ամեն բան, առաջ Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը խնդրեցեք, եւ այդ ամենը կտրվի ձեզ։ Դրա համար հասկանում եք միայն Քրիստոս, եւ անցնելով այս ճանապարհը ես տեսա, թե ինչպես է ինձ Աստված օգտագործում։ Առաջին հերթին Կիեվում ինձ ամբողջ ոստիկանությունը ճանաչում է։ Ես վկայել եմ շատ ղեկավարների, որոնցից մի քանիսն արդեն ապաշխարում են։ Ով եմ ես, ով։ Ընդամենը նախկին հանցագործ, բայց իմ սերը Քրիստոսի հանդեպ տվեց հնարավորություն Աստծո խոսքը տարածել իմ միջոցով։ Տեսեք, թե ինչ է անում Աստված։ Մենք մոտ 10 տարի առաջ շրջում էինք դպրոցներով մի եղբոր հետ, ով պաշտոնյա է։ Վերջինս բացատրում էր օրենքի տեսանկյունից, իսկ ես պատմում էի,
հանցագործ աշխարհից ու դրա վատ հետևանքներից եւ դա մեծ արդյունք էր տալիս։ Բայց ժամանակները մի փոքր փոխվեցին եւ մեզ արգելեցին, ասելով, որ դուք որպես քրիստոնյաներ չեք կարող քարոզել դպրոցներում։ Մենք սկսեցինք աղոթել, որ Աստված մի դուռ բացի։ Սիրտս ցավում է, մանավանդ երբ տեսնում ենք, թե ինչ է կատարվում դպրոցներում, ինչ չափի թմրանյութեր են շրջանառվում։ Կես տարի առաջ այդ դռները բացվեցին մեր առաջ։ Թույլատրեցին, որ մտնենք որպես բարեգործական կամ սոցիալական կազմակերպության աշխատակիցներ եւ սկսեցինք նորից գնալ։ Արդեն մոտ 20 մարդ է մասնակցում այդ ծառայությանը։ Մենք երեխաների հետ սկսում ենք խոսել պարզապես սկզբունքների մասին։ Ես ոչինչ չեմ պատմում Աստծո մասին, պարզապես պատմում եմ, որ կախվածություն եմ ունեցել թմրանյութերից եւ այլն։ Հետո ավելացնում եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռնվել։ Դրանից հետո սկսեցին մոտենալ երեխաներ եւ հարցնել. «Իսկ ինչ հնարավորության մասին է խոսքը, պատմեք, խնդրում ենք, ինչ է կատարվել ձեր կյանքում»։ Մոտեցավ նաեւ ուսուցչուհիներից մեկը եւ հարցրեց. «Իսկ ինչպես ձեզ հաջողվեց դուրս գալ այդտեղից»։ Ասացի. «Ես ապաշխարել ու եկել եմ Քրիստոսին»։ Նա նայեց ու ասաց. «Փառք Աստծուն», ասաց. «Գիտեք, ես 2 որդի ունեմ, ամուսինս թողել է ինձ, 2 դեռահաս եւ ես ոչինչ չեմ կարողանում անել նրանց հետ, իսկ նրանցից մեկը կարծես սկսել է թմրամիջոց օգտագործել, օգնեք ինձ»։ Մոտենում են 9-րդ դասարանի երեխաներ, իմ հայրը թմրամիջոց է օգտագործում, տալիս եմ այցեկարտը, տուր մայրիկին, թող կապնվի մեզ հետ։ Ասում են. «Իսկ կարելի է ձեզ հետ շփվել»։ Իհարկե։ Այս ամենն անում է Աստված, միայն սրտով ցանկանալ է պետք։ Յուրաքանչյուր քաղաքում, վայրում ծառայություն կա։ Աստված կտա այդ հնարավորությունը, միայն հավատարիմ է պետք մնալ։ Որպես վերջաբան ցանկանում եմ ասել, որ Աստված այստեղ նստած յուրաքանչյուրին ընտրել է։ Չկան այստեղ մարդիկ, ովքեր պարզապես նստած են։ Աստված գիտի յուրաքանչյուրին, գիտի սրտերը, կարողությունը։ Հավատացեք, եթե մեկն ինչ որտեղ կանգ է առել, աղաղակեք, բարձրացեք։ Մենք դժվար ժամանակներով ենք անցնում Հիսուս Քրիստոսով եւ արդեն շատ դժվարություններ անցել ենք։ Արդարի նեղությունները շատ են, բայց Տերը ազատում է դրանից։ Հավատացեք, շատ դժվարություններ են եղել, անգամ մտածել ենք, որ ելք չկա այլևս, բայց կնոջս հետ նորից ծնկել ենք. «Տեր, ողորմիր»։ Եվ այսօր յուրաքանչյուր հինգշաբթի մեզ մոտ աղոթքի եւ ծոմապահության օր է, որին միացել են եւս 52 ընտանիք, եւ Աստված պատասխանում է աղոթքներին։ Ջերմեռանդ եղեք, սիրեք Քրիստոսին, եւ Աստված թող օրհնի ձեզ։ Ամեն։